Բարև ձեզ հարգելի հետևորդներ, ես այս պահին զրուցում եմ Նժդեհյան ցեղակրոն կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանի հետ։ Պարոն Հովսեփյան, եթե կարճ այսպես փորձենք բնութագրել, ինչ իրավիճակ է այսօր մեր երկրում։ Անորոշ իրավիճակ է, որովհետև այսօր ով ինչ գիտի, ով ոնց գիտի, ով ինչ լսել է, ով ինչ չի լսել, այսօր բոլորը բոլորի դեմ պայքարում են, բոլորի դեմ։ Արդեն մնում ես տատուս ասած մաթալ, ինչ անես։ Շատերը դեղատոմսեր են առաջարկում, փորձում են ինչ-որ բաներ ելքեր գտնել։ Քաղաքական գործիչները դարձել են քաղաքական մեկնաբաններ։ Իսկ քաղաքական գործիչը, այսինքն քաղաքական մեկնաբանը դեռևս քաղաքական գործիչ չի։ Մեկնաբանել այն ինչ որ եղել է կամ բան, դա քաղաքականություն չի, քաղաքականությունը նա է, որ դու պատկերացնում ես ինչ կլինի, կռահում ես, չէ՞, նախատեսում ես ինչ կլինի եւ փորձում ես, եթե դրական է զարգացնել, եթե բացասական է, ինչ որ բուժումներ գտնել եւ դրա դեմ պայքարել, հա։ Իսկ պայքարի միակ ձևը կարճել մեր արմատներին, մեր ինքնությանը։ Այս օդի մեջ լիքը վիրուսներ կան, բացիլներ կան։ Ես ամեն մի վիրուսի դեմ չեմ կարող պայքարել, բայց կարող եմ անել մի բան։ Ես պետք է իմ իմունիտետը բարձրացնեմ։ Իսկ իմունիտետը չէ, մեր իմունիտետը դա մեր ինքնությունն է, մեր արժե համակարգն է, որը դարերով մեզ շեղել են, մեզ ներկայացրել են կեղծ պսևդո համակարգեր, ասել են սա է քոնը, մյուս եկել է, սա է քոնը, ոչ։ Մեր արժե համակարգը, արժեքների համակարգը դրան այն համակարգն է, որ մեզ տրված է ի սկզբանե, ոչ թե ինչ-որ մի ժամանակահատվածում։ Դրա մասին առանձին կարելի է խոսել։ Բայց այսօր մեկ հիվանդությամբ ենք տառապում եւ դրա վրա շարունակում են անել մեկ հիվանդություն է այսօր ամենավտանգավորը։ Այդ հիվանդությունը բուժում ունի։ Այո։ Այդ հիվանդությունը կոչվում է Ալցհեյմերի հիվանդություն։ Այսինքն կորցնում ես հիշողությունդ։ Եվ երբ որ հիշողությունը մարդ կորցնում է, ինքը չգիտի ով է։ Ինքը չգիտի ով է եւ ինչ անեն։ Այսօր ասեղնաբուժություն են հնարում չէ ասեղնաբուժությամբ չինական մյուս, որոնք ուղղված են մարմինը բուժելու համար։ Բայց կա հայկական ասեղնաբուժություն, որը ուղղված է հիշողությունը բուժելու համար։ Եվ բաներ կան, ոնց են սկսում այսօրվա այդ հիվանդության դեմ պայքարող բժիշկները։ Հələ բժիշկները սկսում դնում են հայելին եւ այդ մարդուն, որ հիշողությունը կորցրել է, ասում են սա դու ես։ Սկսում են դրանից եւ փորձում են ինչ-որ պահեր, ինչ-որ իր հետ կապված ինչ-որ դրվագներ հիշեցնել իրեն, բայց այդտեղ պետք է օգնեն իրեն հարազատները, այդ հիվանդի հարազատները, որ ինչ-որ դրվագներ իր կյանքից ինչ-որ բաներ հիշացնել եւ ասել դու սա ես, եւ ինքը կամաց վերականգնում, այսինքն ասեղնաբուժությամբ շատ դանդաղ, շատ համբերատար դու փորձում ես բուժել։ Այսօր մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեզ սպանենք։ Ազգերը ոչ գենոցիդով են վերանում, ոչ, չգիտեմ, ոչ իմանով, ազգերը վերանում են, երբ այդ ազգը գնում է ինքնասպանության, այսինքն դու, երբ ինքնասպան ես լինում, դու վերանում ես, իսկ քեզ գենոցիդով էլ չեն կարող վերացնել, ջարդերով, պատերազմերով չեն կարող վերացնել։ Դու այն ազգերը, ովքեր որ վերացել են պատմության թատերաբեմից, նրանք ինքնասպան են եղել, այսինքն կտրվել են իրենց արմատներից, այդ արմատները կորցրել են, հիվանդացել են Ալցհեյմերի հիվանդությամբ, դադարել են հիշել իրենք ովքեր են եւ վերացել են այդ ազգերը։ Բարեբախտաբար հայերից մոտ դեռևս պահպանվում է, բայց այսօր մեծագույն պայքար է գնում հենց մեր հիշողությունը կորցնելու համար։ Այս վարչապետ կոչվածը։ Սա վերջին օրինակն է, պարզապես թարմ է մեր մոտ։ Բայց մեր վրա աշխատել են դարերով, որպեսզի հիշողությունը, սա վերջին օրինակն է եւ փորձում է ըստ իր կարճ խելքի, փորձում է հիշողությունը վերացնել։ Նախ ինքը այդ մարդը չի,
որ կարողանում է ամբողջ ազգի հիշողություն, ազգը ինքն է, երբ որ դադարում է, կտրվում է ժամանակի ընթացքում իր արժեքներից, հա, իր արժեքներից երբ կտրվում է, ինքը արդեն մահանում է, ինքնասպանություն է գործում։ Բան է ստեղծել, գրել, գաղափարախոսություն 14 կետանոց, 14 կետանոց գաղափարախոսություն չի լինում։ Միջալոտ այս վերջերս այս 14 կետ որ նայեցի, սկսեցի հետազոտել, միասա Լենինն էլ է գրել ապրիլյան թեզիսները, որը 14 կետից էր։ Եվ ինքը մեկին մեկ կրկնում է Լենինյան բանը, զարմանալի է, չէ՞։ Այսինքն Փաշինյանի 14 կետանոց գաղափարախոսությունը կրկնօրինակում է Լենինի ապրիլյան թեզիսները։ Լենինի ապրիլյան թեզիսները նրա համար էին, որպեսզի ինչպիսի պետություն կառուցեն։ Ինքը 14 կետով ասել է սա։ Այս երիտասարդը փորձում է, ասել փորձում չի, իրան ասում են, որ ու գրել եմ 14 կետից գաղափարախոսություն, գոնե դներ թեզիսներ, Լենինը որ Լենինը գաղափարախոսություն չի գրել է թեզիսներ։ Հա, այդպեսին այդ 14 կետով արել է Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, այդ ինչ մոգական 14 կետ է, եւ նա էլ է կրկնել, թե ինչպես պետք է լինի հայ հետ պատերազմի արմիզմից, էլի 14 կետ։ Այսինքն այդ մարդիկ թեզեր են գրել։ Այս տղան չի հասկանում, ինչ բան է գաղափարախոսությունը, ինչ բան է թեզիսները, ինչ բան է թեզը, հա, ինչ բան է թեզը։ Եվ այս ճամարտակում այստեղ անդր քարտեզները ցույց տալիս, չգիտեմ ինչ է անում, հա։ Դրա համար, որպեսզի մենք այսօր այդ մեկ խնդիրը պետք է լուծենք, մենք պետք է վերադառնանք մեր արմատներին, մեր ինքնությանը, մենք պիտի հիշենք մենք ով ենք, եւ այդ ով լինելը մեր ինքնությունն է ցույց տալիս, իսկ ինքնությունը բաներով ասեմ, այսինքն շատ չեն դրանք արժեքները մեր ինքնության, դա հայրենիքի զգացումն է, արյան զգացումն է, գենի արյան զգացումն է, լեզվի զգացումն է, ընտանիքի զգացումն է, հա, եւ որոնք իրանք դրսևորումներ ունեն, դրսևորում են մեր մշակույթի մեջ, մեր կրթական համակարգում, մեր դաստիարակության մեջ, ինչ է դաստիարակությունը, չեն դաստիարակել, դա վարանանում, չէ, դա գիտություն, չէ, եւ գումարած քո արժեքների փոխանցելիության այդ ամբողջ կարողությունը, դա դաստիարակությունն է։ Դաստիարակելը ինչ վարժեցնելը չի դաստիարակությունը։ Եվ ուսուցիչը վարժապետը չի։ Հա, բարձ ասեմ, դու պետք է ուսուցանես եւ ուսուցանես քո արժեքների, բայց մեզ կտրել են մեր պատմությունից։ Մեր պատմությունից, մեր լեզվամտածողությունից, մեր, չգիտեմ, ամեն մի փայլում բան բերում անասմի սակոնն է։ Ոչ, մենք պետք է տարբերենք որն է մերը, որը մերը չի։ Իսկ այդ տարբերելու համար մեզ միայն պետք է մենք կարողանանք վերականգնել մեր հիշողությունը։ Ինքներս մեզնից սկսած, եթե ես չիմանամ իմ արժեքների հզորությունը, իմ արժեքների եւ այդ ինչպես պետք է դրանք վերականգնենք, հա, ես կդոփեմ տեղում, որը մինչև հիմա մենք անում ենք։ Եվ այսօր ամենավատ բանը, որ մեր հետ կատարվում է, այսօր ատելության մթնոլորտը ձևավորվել մեզանում։ Դա ահավոր է, ատելության մթնոլորտ, մենք իրար ատում ենք։ Դա էլ է հիվանդության մի տեսակ։ Այսինքն այդ հիվանդությունն ու բոլորը ճիշտ են պատկերացնում։ Բոլորը ճիշտ են իրենց։ Ու բոլորը ուսուցիչ են դառել։ Խորենացին է 15-16 դար առաջ են իրար ողքում որ ասում ուսանողները դեռ չուսանած աստվածաբան են։ Հիմա սրանք են անկիրթ կիսագրագետ, բոլորը անխտիր։ Ես վերջերս ընկերոջս ասում եմ հիշացնեմ ես 40 տարվա մեր պատմությունը, այսօր բոլորը Նիկոլ են անում, լավ այս մեկին գտան, որ ինչ չկա լցեն դեպանը, հələ մի հատ մենք մեր արածները մի հատ հիշենք։ Լեմոնի վաղտ պոլիպեդլինի հեշական, պոլիպեդլինի հեշական լինի, այսինքն այդ արժեքն է դրվել պոլիպեդլինիում։
քաղաքական սպանությունների այդ ամբողջ շարք, չէ՞, ովքեր են, չէ՞, այս բանով։ Ու կանգնում են ես այն 96 թվականներ, հա, մի հատ հոդված գրեցի, կա արդյոք մեղրու խնդիր։ Բանը այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդով հարց էին տալիս, ասես խելոք նայում էր ու ասում էր, այդպիսի հարց սեղանի վրա դրված չէ։ Ես այդ հոդվածում գրեցի, միգուցե սեղանի տակն է։ Հա, սեղանի տակն է դրված։ Հայերեն լեզվով դու ժողովրդին պիտի ասես, չկա այդպիսի հարց եւ չի կարող լինել։ Բայց հարց են տալի ռոբոտի նման կրկնում, ռոբոտի նման։ Այդպիսի հարց սեղանի վրա դրված չէ, այդպիսի հարց սեղան։ Տղա ջան, դու հայերեն գիտես, թե չգիտես։ Հայերեն ասա, չի կարող լինել այդպես հարց եւ չի լինի։ Չկա այդպիսի հարց։ Անցնենք այս ամբողջ այդ աղանդավորներին, որ լքվեցին, բողոքվեցին բանա, բոլորի տակ ազգայնական վարչապետերի անունը կրահեք։ Անդրանիկ Մարգարյանի ստորագրությունը, երբ որ ես իրան ասեցի, ասես աղանդների ձեռը վավակրակն ենք ընկնելու։ Ինչ չեմ որ ինչ պետք է անեն սրանք։ Արեցին այն ինչ որ հիմա մենք տեսնում ենք։ Այսինքն քաղաքականություն նա է, որ դու կռահում ես ինչ կլինի, ես սկսեցի տեղից, չէ՞։ Կարող է լինել, չպետք է լինի, հետո սկսես դրա դեմ պայքարել։ Հենց օրորոցում պիտի խեղդես։ Օրորոցում պիտի խեղդես, որպեսզի դա տեղի չունենա։ Նույն ամեն մեկի արածները եւ այս 40 տարին վյութ է խոսամ, 40 տարի կխոսամ։ Հա, դրա համար նորից եմ կրկնում, մենք տարապում ենք մեկ հիվանդությամբ, այս հայմերի հիվանդությամբ, որը ունի իր բուժումը, ասեղնաբուժություն, շատ զգույշ, շատ կոնկրետ, դիպուկ, հա, եւ այդ բանը, որը կոչվում է հայկական ասեղնաբուժություն։ Կպնենք մեր նյարդերին, մեր ներվերը արթնացնենք։ Ոչ թե մարմնի այսինչ կետերը չինական ասեղնաբուժության բան անենք, իբր բուժենք։ Սա է։ Շնորհակալություն։